Բարի երեկո, դուք դիտում եք Հորիզոնի հերթական թողարկումը։ Կոտայքի և Սյունիքի մարզերում կիրականացվեն ուսուցման և զբաղվածության ապահովման, Տավուշում այգի հիմնման և ոռոգման համակարգի ներդրման փորձնական ծրագրեր։ Վերաքննիչ բողոքներն էլ այսուհետ կքննվեն գրավոր ընթացակարգով, առավելագույնը 10 ամիս ժամկետով։ Որոշումներ ընդունվել են կառավարության այսօրվա նիստում։ Firebird և Nvidia ընկերությունները Հայաստանում կիրականացնեն մոտավորապես $500 միլիոն սկսած ներդրումային ծրագիր, կառուցելով արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն։ Վարչապետը կարծիք հայտնեց, որ նախագծի գործարկումը կարող է իրականացվել ակադեմիական քաղաքի տարածքում։ Երբ որ մենք հարցերը դիտարկում ենք իրական Հայաստանի գաղափարախոսության տեսակետից, մենք տեսնում ենք, որ մեր երկիրը այսօր գտնվում է բավականին լավ եւ հեռանկարային վիճակում։ Նիկոլ Փաշինյանի գնահատականն այն է, որ հայ ժողովուրդը դժոխային իրադարձությունների միջով անցնելով հասել է մի կետի, որ մեր երկրի առաջ բացվել են աննախադեպ հնարավորություններ։ Մեր պատմության մեջ մենք այսպիսի շանս ապահովելու մեր պետության հարարտևությունը առաջիկա հարյուրամյակների համար երբեք չենք ունեցել։ Իհարկե, ակնհայտ է, որ կան նաև սպառնալիքներ, եւ ընդ որում այդ սպառնալիքները եղել են միշտ։ Վարչապետը հավելեց, այսօր այդ սպառնալիքները կառավարելի են դարձել։ Նրա համոզմամբ, եթե Հայաստանը ունենար անվտանգության խնդիր, ապա նմանատիպ ներդրումներ մեր երկրում չէին արվի։ Մինչ զեկուցվող հարցերին անդրադառնալը, վարչապետը խնդրեց նաև մանրամասներ հայտնել 3 ճամբարակում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ։ Նախնականով, որ գազի արտահոսքի հետևանքով կուտակված գազի պայթյուն է տեղի ունեցել եւ շենքի փլուզում 282 փրկարար ծառայող է ներգրավել որոնողափրկարարական աշխատանքներին, ցավալիորեն ունեցել ենք 5 զոհ, 12 հոսպիտալացված անձ, վերջիններիս վիճակը բավարար է, 1 անձ դուրս է գրվել։ Նաեւ սեյսմիկ գնահատում է իրականացվել շենքում, բոլոր բնակիչների համար նախատեսված են կացարաններ եւ անհրաժեշտ պարագաներ։ Հարգելի գործընկերներ, ցավակցում եմ մեզ բոլորիս եւ զոհվածների հարազատներին տեղի ունեցածի կապակցությամբ։ Եվ այստեղ մենք էլի պետք է վերադառնանք մեր մշտական թեմային, որ ստանդարտները եւ ստանդարտների արկայությունը եւ ստանդարտների իրականացումն է, որ մեզ հնարավորություն կտա կամ խուսափել կամ նվազագույնի հասցնել նման դեպքերը եւ պետք է այս ուղղությամբ աշխատենք։ Անապահովության գնահատման նոր համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման եւ զբաղվածության ապահովման փորձնական ծրագիր կիրականացվի Կոտայքի եւ Սյունիքի մարզերում։ Տրամադրել աջակցություն այս մարզերի գործատուներին, որոնք մեր շահառուներին զբաղվածություն կառաջարկեն 3 ուղղություններով՝ ուսուցում եւ աշխատանքի ընդունում, աշխատանքային փորձի ապահովում եւ աշխատանքի ընդունում եւ պարզապես աշխատանքի ընդունում։ Ըստ վարչապետի այս որոշման եւ նոր համակարգի իմաստն ու նպատակը պիտի լինեն մարդուն աղքատության շեմից դուրս բերելը, միմիայն կրթվելու եւ աշխատելու միջոցով։ Էլի եմ ասում, աղքատությունը հաղթահարելու ուրիշ ճանապարհ պարզապես գոյություն չունի եւ սա է միակ ճանապարհը, որով հնարավոր կլինի աղքատությունը հաղթահարել։ Նոր փոփոխության համաձայն քրեական դատավարությունում վերաքննիչ բողոքները որպես կանոն կքննվեն գրավոր ընթացակարգով, սահմանելով միայն որոշ բացառիկ դեպքեր դրանից շեղվելու համար։ Արդարադատության նախարարի խոսքով վերաքննիչ բողոքների քննությունը պետք է տևի 6 ամիս, որը դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող է երկարաձգվել միայն 1 անգամ 4 ամիս ժամկետով։ Քրեական գործերով վերաքննիչ բողոքների մեծաքանակության պայմաններում գրավոր ընթացակարգի կիրառումը եւ միաժամանակ վերաքննիչ բողոքների քննության հստակ ժամկետների սահմանումը կնպաստի արդարադատության որակի եւ արդյունավետության բարձրացմանը, կերաշխավորի գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանումը, բացառելով նաեւ բանավոր քննության ժամանակ թույլ տրվող դատավարական չարաշահումներ եւ գործերի անհարկի ձգձգումները։ Պետք է շատ ծանրակշիռ հիմնավորում լինի, թե ինչի է 10 ամսից ավել դատավարությունը տևել։ Եթե չկա այդ շատ ծանրակշիռ հիմնավորումը, դա արդեն կարգապահական պատասխանատվության հիմք է։ Այո, եւ ոչ միայն, որովհետեւ սկզբունքը հետեւյալն է, ցանկացած դեպքում պետք է տևի 6 ամիս, ծանրակշիռ հիմնավորումը պատճառաբանված որոշման տեսքով պետք է լինի, որպեսզի եւս 4 ամիս գործի քննությունը երկարացվի, եւ եթե նույնիսկ այդ որոշումը պատճառաբանված չլինի, հնարավոր է կրկին առաջանա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարց։ Տավուշում տնամերձ հողամասերում կիրականացվի այգե հիմնման եւ ոռոգման արդիական համակարգի ներդրման երկրորդ փորձնական ծրագիրը։
Շահառու բնակավայրերն են Բերքաբեր, Գիրանց, Ծաղկավան եւ Խաշտարակ բնակավայրերը։ Իջևան համայնքի 4 բնակավայրերում տնամերձ հողամասերում այգի հիմնում իրականացնել ցանկացողների ընդհանուր թիվը այս նոր ծրագրից օգտվողներից 305 է, ընդգրկելով 18.2 հեկտար տնամերձ տարածք։ Ծրագրին կառավարության ներդրումը կլինի 95%-ի չափով, համայնքինը 5%-ի։ Վարչապետը կարևորեց այն, որ պետության տրամադրած տնկիները լինեն որակյալ ու սերտիֆիկացված։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մարսելում կմասնակցի միջերկրական Ռայսինա համաժողովին, որ այս ձևաչափով Հնդկաստանի և Ֆրանսիայի գործընկերների կողմից կազմակերպվում է առաջին անգամ։ Նախարար Միրզոյանը և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը համատեղ կմասնակցեն պանելային քննարկումներին։ Պրահայում Գլոբսեկ համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Չեխիայի արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ։ Զրուցակիցները անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման հեռանկարներին, ընդգծելով այս ուղղությամբ Չեխիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը։ Կոստանյանը չեխ գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներում առկա վիճակը։ Տեղի ունեցել ակադեմիական քաղաք հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ։ Ներկայացվել են մանրամասներ ծրագրի ընթացիկ աշխատանքների վերաբերյալ, քննարկվել է վարչապետի հանձնարարականի հիման վրա պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խմբի ձևավորման հարցը։ Անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ տեխնիկական խնդիրների։ Air India ավիաընկերության ուղևորատար Boeing 787 ինքնաթիռը թռիչքից հետո կործանվել է Հնդկաստանի արևմուտքի Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանի շրջակայքում։ Ինքնաթիռում եղել է 242 մարդ, ըստ տեղական ոստիկանության նախնական տվյալներով բոլորը զոհվել են։ Օդանավը Ահմեդաբադից ուղևորվելիս եղել դեպի Լոնդոնի Գեթվիկ օդանավակայան։ Ավիաընկերության մամուլի ծառայությունը հայտնել է, որ շինքերությունը պարզում է տեղի ունեցածի մանրամասները։ Խորապես վշտացած եմ Ահմեդաբադում ուղևորատար ինքնաթիռի ողբերգական ավիավթարի լուրից, գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մեր անկեղծ ցավակցությունն եմ հայտնում վարչապետ Նարենդրա Մոդիին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին։ Աղոթում ենք բոլոր զոհերի, բոլոր տուժածների և նրանց ընտանիքների համար, գրել է վարչապետը։ Այսքանը, կհանդիպենք ժամ 22-ին։